Բարև ձեզ հարգելի լուսաշխարհի լսարան, սիրելի հայրենակիցներ, մենք նորից եթերում ենք պարոն Ջորջ Աշկարի հետ, բարև ձեզ պարոն Ջորջ Աշկար, մի շարք հարցեր են ձեզ ուղղել մեր հայրենակիցները վերաբերյալ սիսեռաբուժությանը եւ առաջին հարցը, որ ես կուզենայի տալ, ես ունեմ մոտ 4-5 հարց, նույն հարցը, որոնք ասում են ինչ է կարծում սոդայի մասին, որովհետև հիմա տարածված է, որ սոդայով հնարավոր է չեզոքացնել քաղցկեղը, արդյոք դա օգտակար է, դե օգնում է, ինչ եք կարծում դրա մասին, սոդան գիտեք որն է, այդ նատրիումի բիկարբոնատը։ Ես տանոթ եմ այդ անձի հետ, դրա արած գործերի հետ, սոդայի բուժումը, բացարձակապես սխալն է, սոդան չի կարող կյանցերը բուժել, դա միայն տրամփ շինելու համար օգտագործում է, կյանցեր բուժելու համար բացարձակապես ոչ մի օգուտ չունի։ Իսկ ինչ-որ օգուտ ունի օրգանիզմի ընդհանրապես, ասենք կարող է կանխարգելել կամ ինչ-որ բան մաքրել։ Բացարձակապես ոչ կրնա կանխարգել, ոչ կրնա բուժել, ոչ էլ որպես պրոֆիլակտիկ օգտագործվի։ Բացարձակապես սոդան կարբոնատը կապ չունի կյանցերի հետ, ոչ մի ձևով առնչված չէ կյանցերի հետ, ոչ մի օգուտ չի կարող տալ կյանցերին։ Ավելի լավ է չօգտագործելն, պաստորեն ինքնախաբեբայությամբ կզբաղվեն, ոչ մի օգուտ չունի։ Բայց ասենք ինչն է նպատակը դրա որ բանն արել, սոդայի դեպքում սա ֆարմացևտիկի բիզնես չի, չէ՞։ Չէ, խնդիրը գիտեք ինչ է, այդ սոդա կամ միշտ բոլոր, այսինքն բժիշկները 1900 թվականից մինչև հիմա ինչ մեթոդ օգտագործում են, միայն կյանսերի բջիջը ոչնչացնելու համար են օգտագործում, իսկ դա բուժում չէ, լինի սոդա, լինի ջարակայթում, լինի քիմոթերապի, որպեսզի բուժի վանդությունը պետք է պատճառը վերացնել, իսկ պատճառը կարսինոգենն է, որ քիմիական նյութ է, եթե ասենք որևէ նյութ կարողանան օգտագործել այդ կարսինոգենը, կյանսերի առաջացնող քիմիական նյութերը մարմինից, մինչև որ դուրս չհանեն, կյանսերը երբեք չի բուժվի, իսկ սոդա խմելով այդ քիմիական նյութերը հնարավոր չէ մարմինից դուրս անել, դրա համար էլ բուժում չէ։ Եվս մեկ հարց, այսպես դուք ասում եք պետք է փաթաթել սիսեռը կաղամբով, քանի որ կաղամբը քաշելու հատկություն ունի, եւ մեր Չէ, կաղամբը չէ, բայց ինչու կաղամբով։ Ես պաստորեն այդ քիմիական նյութերը, որ կարսինոգեն են, կյանցեր են առաջացնում, արյան մեջն են, իսկ արյունը ընդհանրապես մարմինի ամբողջ սիստեմ, փակ սիստեմ է, որպեսզի կարողանա այդ արյան մեջ մտնել եւ այդ քիմիական նյութերը դուրս անել, վերք եմ անում, իսկ վերքին մեջն էլ սիսեր են տունում, որպեսզի հեղուկը ձգձե եւ հոսք առաջացնի մարմինից դեպի դուրս։ Արաբելություն այս սիստեմի արաբելություն այն է, որ մենք ինքներս չենք որոշում, թե որ նյութը պետք է դուրս անենք, որ կյանսերը բուժվի կամ առաջ առնվի։ Մարմինի իմուն սիստեմը, այսինքն պաշտպանական սիստեմը շատ լավ գիտի մարմինի մեջի մասնիկների թերը, որը իրեն է պատկանում, որը օդար են։ Ուրեմն այն մասնիկները, որ օդար են եւ մարմինին չեն պատկանում եւ մարմինին կարող է վնաս տան, հրում բերում է սիսերի մոդը, սիսերը, որ ջուրը ձգում է եւ հոսք է առաջանում, հոսքի միջոցով այդ քիմիական նյութերը մարմինից դուրս են գալիս։ Միայն այս ձևով կրնան կյանսերը բուժել, որ քիմիական նյութը կարսինոգեն գոչվող քիմիական նյութերը պետք է մարմինից դուրս գան ֆիզիկապես։ Եթե որևէ մեթոդ, լինի սոդայի մեթոդ կամ ուրիշ մեթոդ է, եթե կարսինոգենները մարմինից դուրս չի անում, ուրեմն բուժում չէ, բարապ զբաղմունք է, ինքնախաբեբայություն է։ Եվս մեկ հարց,
այսպես հենց ինչու համար կաղամբով պետքա փաթաթվի, ինչու կաղամբով։ Դե կաղամբ չկա։ Հա, վերքը որ բացում ենք եւ վերքը արյան սիստեմի մեջ է եւ սիսեր ենք տնում որպեսզի այդ քիմիական նյութերը կաշե դուրս անե վերքը ինչ որ մի բանով պետք է փակենք բաց չենք կարող թողնել ադանը փակելու համար այնպիսի բանույթ պետք է օգտագործենք որ չձձե սիսերի պատճառով դուրս եկած հեղուկը չձձե խոնավ մնա որպեսզի սիսերը հակենա եւ սիսերի փոխելը շատ թյուրուն լինի եթե մենք կաղամբը չտնենք ասենք թուղթ տնենք թուղթը գծծի այդ հեղուկը եւ սիսերը գճորացնի եւ սիսերը մեծ դեր չի գալ այլտեղ եւ վերքն էլ կարող է փակվել որովհետեւ ճուրը որ հանում ես վերքից դուրս եկած ճուրը որ ծծում հանում ես վերքը կարող է չորանալ կաղամբը տնում ենք որ չձծե եւ այդ հեղուկը մնա սիսերի շուրջը եւ միշտ խոնավ բահե որովհետեւ չփակի մարմինին այսինքն վերքի եզերքին եւ հետո երբ որ հակենա նրա փոխելը դյուրին կլինի այսինքն ինքն իրեն դուրս կգա երկու կողմը սեղմելով եւ սիսեր հաջորդ 4 սիսերը կնան դրել որպեսզի վերքը շարունակ այսինքն ուժումը շարունակվի նույն ձևի եւս մեկ հարց հա մի րոպե Ես կաղամբը որ ասում եմ ինչի համար եմ ասում կաղամբ պետք այսինքն օրգանիկ պետք է նյութ դրվի որ չձծե կաղամբ ասում եմ որովհետև ամբողջ տարին սուպերմարկետի մեջ խանութների մեջ կաղամբ կարող ես գտնել բայց պարտադիր չէ որ անպայման կաղամբ լինի կարող ես ծառի դերևներն են օգտագործել նրանք էլ օրգանիկ են եւ չեն ծծում եւ բայց առանց միան ամառը գա քարոնը ամառը աշունը ծմերը չգա դրա համար ես որովհետեւ չշփոթեն որ ծմերը ինչ պիտի անեն դերև չգա ծառերի վրա կաղամբը ասում որ կաղամբը միշտ խանութներում ներկա գա կրնան առնել օգտագործել բայց նորենալ կարող են ամառը որ երբ ծառերը ծաղկած են ծառի դերևները օգտագործել բարտատիր չեք անպայման կաղամբը այսինքն հարցը այսպեսին կա նաեւ մեկ մեր մասնակիցներից մեկը հարցել արդյոք կարող եք օգտագործել եզան լեզու այդպեսի բույս կա եզան լեզու այո նայել դերևը եւ օրգանիկ է կրնան օգտագործել ինչու՞ չէ թութի դերևն էլ կրնան օգտագործել թութի դերևն է բանի ծառերի դերևը որ ծառի դերևը որ մի քիչ հարթ է կրնան օգտագործել խնդիր չէ այնքան որ օրգանական լինի որ չձծե հեղուկը քանի որ եզան լեզուն գրել էր Անահիտը քանի որ եզան լեզուն ունի թարախը քաշելու հատկություն չէ ադանք բան չկա ադանք բան չկա թարախը քաշելու հատկություն սոխն էլ ունի եթե երբ սոխը վերքի վրա տնես թարախը քաշե դուրս կհանե այդ դակության պատճառով է այսինքն այդպես այդ հատկությունը ընդհանրապես չկա հետո տարախը քաշե դուրս անե դա միայն սովորական վերքի համար է սիսերով վերքի համար չէ սիսերով վերքի համար ասում են ամեն տեսակ դերև կրնան օգտագործել այնքան որ խոնավ վահեն վերքի մեջը եւ շուրջը որ իսկ Mirobе. Alo? Ես քեզ հետ զանգ կգամ, նայր, ես հիմա Փարիզի հետ եմ խոսում, Փարիզի հետ ցանակրություն եմ անում։ Ես քեզ զանգ կգամ, Եղավ։
Եվս մեկ հարց են տվել, ինչու հենց ոտքի վրա էսի սերը ոչ մարմնի այլ տեղում։ Ուրեմն այսպիսի բան է, ոտքի վրա, որտեղ արյունը դրսանարություն է կատարվում մարմինի մեջ։ Հիմա, եթե թևիդ վրա տնես, կարող ես տնել, բայց կմատրի թևից թևի վերև եղած մասը, եթե արյունը թևիդ մոդեն շարժվեցավ և դուրս չեկավ, իջնե վարը և կմնա մարմինի մեջ, արյան մեջը, չի դուրս գա։ Այդ ամենավարը ոտքին անում եմ այն բանանով, որ նախ հարմար է, գրնաս քայլել, գրնաս լողալ, ամեն ինչ գրնաս անել, բացի դրանից վերքից վերև ինչ կան մարմինի մասերը կան, բոլորը կմաքրվեն, վարգիչն է, հենց որ վերքից ավելի վարի կա, վերքից դուրս չեմ 70 տարվա փորձը ցույց է տալիս, որ ամենահարմար տեղը այդ ոտքի մգանոտ տեղը եւ ոսկորից հեռու է եւ շատ հարմար է բաններու համար եւ շատ լավ էլ աշխատում է դա ամեն տեսակետից եւ ֆիզիկապես ասենք դե մարզան պիտանես կամ պիտի լողաս ոչ բան չի խանգարում հետո ասեցի թե վերքից վերև բոլոր մասերը մաքրում են միան վերքից վար եղող մասը չի մաքրում հատալ չնչին մասն է, հետո որ ցիրկուլյացիայի միջոցով, շրջանառության միջոցով արյունը նորից վեր է գալիս, բարիշնելու ժամանակ նորից մնացածը վերքից դուրս է գալիս։ Իսկ եթե վերևից վերքից բար եղած մասը չի մաքրվում, եթե վերքը վերևումն է։ Մեկ այլ հարց, որ մեզ տվել են, ասում է այսպես, ես ունեցել եմ քաղցկեղ, այնուհետև տեղային քիմիոթերապիա եմ անցել եւ համեմատաբար բուժվել եմ։ Արդյոք կարող եմ հիմա ինձ լավ եմ զգում, արդյոք կարող եմ օգտագործել նաեւ ձեր մեթոդը։ Այո, իմ մեթոդը միշտ հնարավոր է օգտագործել։ Արդեն ինձ եկողները բժիշկին են կացած, բժիշկը ասած է որ կյանսեր ունես հետո հիվանդանոց են ուղարկել, քիմոթերապիա են արած, կամ վիրահատություն արած են կյանսերի մասերը դուրս են անած, հետո ջարակայթում են արած, բայց բոլոր ադոնք սխալ բուժում է, որովհետև կյանսերի բջիջը պատճառը չէ, կյանսերը բջիջը մաքրել ես կամ չես մաքրել, ոչ մի օգուտ չունի, որովհետև թեկուզ եւ մաքրես, լրիվ մաքրես կյանսերի բջիջը եւ իսկապես մաքրում են կյանսերի բոլոր բջիջները եւ ասում են որ դու կյանսեր ֆրի ես, այսինքն մարմինիչ մեջ կյանսեր չկա եւ հետո էլ ասում են որ 2-3 ամիսը մեկ պետք է վերադառնաս ստուգման որպես տեսնեն կյանսերը վերադարձավ չէ բայց իրենք կյանսերը չբուժեցին իհարկե կարցինոգենը մարմինի մեջն է շարունակում է կյանսեր առաջացնել երբ որ 2 ամիսից հետո վերադառնում է ստուգմանը ասում են որ մենք այլևս քեզի չենք կարող օգնել, որովհետև կյանսերը ամբողջ մարմինի մեջ ծրված է։ Եթե մարմինը կյանսեր չունի, ինչն է ծրված։ Խաբեբայությունով են զբաղվում։ Բոլորովին չեն բուժած։ Բուժելու համար ինչպես ասացի, պետք է կարցինոգեն է, քիմիական նյութեր։ Դրանք քիմիական նյութեր չեն անում, միան կյանսերը բջիջներ են մաքրում եւ ասում են կյանսեր չունես, բայց ադիկա բուժում չէ, որովհետև կարցինոգենը ունի շարունակում է կյանսեր առաջացնել։ Եվս մեկ հարց, հարցը այսպիսին է, դուք ասեցիք, որ նույնիսկ քաղցկեղի վերջին շրջաններում կարող է օգտագործվել այդ մեթոդը, եւ եթե չընդունել դեղամիջոցներ, ապա ինչպես պայքարել ցավի դեմ։ Այսինքն, ասում են, եթե դեղամիջոցներ չեն Ուրեմն այսպիսի բան, ինչպես ասացի ես, դեղամիջոցները կարցինոգեն քիմիականներ մարմինից դուրս անեն։ Միան դեղամիջոցները բոլորը գոտնեն կյանսերի բջիջները մաքրելու, որ նա բուժում չէ։ Այնպես որ ավելորդ է եւ նույնիսկ
այդ տեղամիջոցները կարող են նույնիսկ կենսերը առակցնել, որտեղ պիտի բանանեն, այդ տեղամիջոցները կենսերի բջիջները ոչնչացնել, այդ ոչնչացված, փշրված կենսերի բջիջները կարող են պրոմոտոր արտադրեն, այդ պրոմոտորը կարող է ավելացնել, առակացնել կենսերի առաջացումը, որտեղ կարսինոիդ պրոմոտորի կարիք ունի, որ առողջ բջիջի կենսեր դարձնի։ Այնպես որ ինձ մոտ ինչպես ասեցի, ինձ մոտ եկողները բժիշկի են գնում, բժիշկը ասում է կենսեր ունես, հիվանդանոց են գնում, վիրաբուժություն են անում, քիմոթերապիա են անում, ճարակայթում եւ ասում են կենսեր չունես։ Բայց այդ բոլորը միայն կենսերի բժիշկներն են ոչնչացնում, քիմիական նյութերը, որ կենսեր են առաջացնում, մարմինից դուրս չի անում, դրա համար նա բուժում չէ։ Եվ ինձ մոտ եկածները, ասեմ քեզ, նույնիսկ երրորդ, չորրորդ ստադիա հասած են, այսինքն աստիճանի հասած են, եւ նույնիսկ բժիշկները ասել են, որ 2-ից 6 ամիս կյանք ունիս, ոչ մի բանով չեն կրնարուկել, եւ այդ տեսակ հիվանդները, որ եկել են ինձ խորհրդակցելու, 98%-ով բուժված են։ Այսինքն քիմոթերապի արել են, չեն արել, երբեք կապ չունի, միան տարբերությունը ինչումն է։ Եթե քիմոթերապի չեն առնում, 6 ամսից լավանում են, բուժվում են։ Եթե քիմոթերապի են արել, 8-10 ամիս պետք է, մի քանի ամիս ավել պետք է, որպեսզի մաքրվի մարմինը։ Այդ է տարբերությունը։ Բայց 100%-ով բոլորը բուժվում են, 98%-ով ասում են, որտեղ 2%-ը թեղեր են օգտագործում, դրա համար չեն բուժվում։ Սիսերը օգտագործելը ոչ մի բացարձակապես ոչ մի ուրիշ մեթոդ չպիտի օգտագործեն եւ ոչ մի թեղեր չպիտի օգտագործեն կենսեր բուժելու համար եւ ոչ մի վիտամինների ուրիշ դայետի, այսինքն լրացուցիչ որևէ միջոցներ չպետք է առնեն։ Բացարձակ միան սուրճը պիտի ուտեն եւ սիսերը օգտագործեն։ Ուրիշ ոչ մի բան չպետք է անեն։ Հատկապես տեղերը։ Իհարկե տեղերը որոշ տեղեր որ կարող են առնել, այսինքն դիաբետի շաքարի են առնում, կարող են առնել։ Ցավազրկող կարող են առնել, բայց կենսերը բուժելու որևէ տեղ մի կանոններ կան, տամոքսիֆենը կա, չգիտեմ ուրիշներ կա, բացարձակապես կենսերը բուժելու տեղեր երբեք չպետք է առնել։ Դրանք միայն կարող է դրանք շահելու համար է օգտագործում եւ կարող է միան վնաս տալ, օգուտ ոչ Մեր ուրեմն լսարանից մեկը գրել է այսպես. Ես տեսել եմ ձեր հաղորդումը հեռուստատեսությամբ եւ տեսել եմ ինչպես են բժիշկները հակադրվում ձեզ։ Կան արդյոք բժիշկներ, որոնք ձեր մեթոդին կողմ են։ Հիմա Հայաստանում ես մի քանի անգամ Հայաստան գնացի եւ զեկուցում ունեցա խմբերի հետ, տարբեր խմբերի հետ։ Սկզբում բժիշկները իմ դեմ շատ պայքարեցին, հատկապես Կանայքերի ուրուցկապանության հիվանդանոցը կա, որտեղ դիրեկտորը Հայրո Կալստյանն է, տեղակալն էլ Բազիկյանն է, երկուսն էլ ավազակներ են, միան մարդկանց սպանում են դրամ չնելու համար, բացատրեք, նույնիսկ գաղափար չունեն, թե կենսերի ինչ բան է եւ ինչ կարսինոջեն ինչ բան է, գաղափար չունեն, այնպես որ, բայց հետո, որոշ ժամանակ անցնելուց հետո, բժիշկներից ես նամակներ ստացա, որ ասում են, որ քո մեթոդը չտեսնված մեթոդ է, շատ լավ մեթոդ է, մենք օգտագործեցինք ընտանիքին մեջը, եղբորս, քրոջս, մորս, հորս, եւ բոլորն էլ լավացան ասում են։ Բայց վախենալով, որ կառավարությունը մեր ցերկեն մեր հիվանդություն բուժելու լայսենսը ցերկեն գարնեն, եթե մենք սիսերը օգտագործենք, դրա համար սիսերը ժողովրդին չենք օգտագործում։ Օգտագործում ենք մենք մեզի եւ մեր ընտանիքի համար։ Վերջերս նույնիսկ 5-6, այսինքն երևի 6-ից ավել բժիշկից նամակ ստացա եւ ասում են, որ ես բժիշկ եմ եւ ձեր մեթոդը օգտագործում եմ միան ընտանիքի անդամների համար եւ բոլորն էլ բուժված են ասում են։ Ուրիշների չենք օգտագործում, որտեղ ասում է կառավարությունը, առողջապահության մինիստրությունը թույլ չի տալիս
որևէ ուրիշ մեթոդ օգտագործել, բացի քիմոթերապիայից։ Եվ դա էլ իհարկե միան դնաց է տալիս, օգուտ չի տալիս։ Դուք հայտնի եք պարոն Աշկար տարբեր երկրներում, ինձ ուղղակի հետաքրքիր է, որ երկրում են ամենաշատը ձեր մեթոդը օգտագործում, քանի որ դուք ճանապարհորդում եք, տեսնում եք, որ երկիրն է, որ ամենաշատը ձեր մեթոդը օգտագործում են դերի ժողովուրդը։ Դուք մոտավորապես պատկերացում ունեք։ Իմ մեթոդը նպաստի է, ոչ դասչունի, եւ ես 2 տարի ամեն մեկ տարին 3 անգամ Լեհաստան գնացի, լեհերը աղքատ ժողովուրդ են եւ շատ հավատում են բնական բուժումներին։ Այնտեղ տարին 2 անգամ ֆորում է լինում, այսինքն բոլոր բնական բուժումներով բուժումը օգտագործողները հավաքում են եւ իրար փորձի փոխանակում են տալիս։ Պաստոր ես որ գնացի, բոլորը իմ մեթոդով հետաքրքրվեցան, որովհետեւ 100%, այսինքն ժողովուրդը ապացուցեց, որ 100%-ով բուժվում են բոլորն էլ։ Երբ որ ես ելույթ էի ունենում այդ ֆորումում, առաջին անգամ 700 հոգի դահլիճում գար, երկրորդ անգամ 900 հոգի գար, երրորդ անգամ այդքան շատեր, որ դահլիճի մեջ չտեղավորվեցին, 140-ը դուրսը մնաց, ստիպված հաջորդ օրը ես նորեն հավաքեցի ուրիշ դահլիճի մեջ, 140 հոգինոց դահլիճի մեջ, բարձվեցավ, որ 240 հոգի եկել էր, նորեն էլ 140-ը լսեցին, 100-ը դուրսը մնացին դահլիճից։ Եվ բոլորից ես նամակ եմ ստանում, որ բոլորն էլ բուժվել են։ Եվ հիմա, քանի որ հիվանդությունը բուժվում են եւ գոհ են, ինձ հարցնում են, թե կարող ենք պրոֆիլակտիկ օգտագործել, այսինքն սկզբից մաքրել այդ կարսինոգեններ եւ հիվանդանալ։ Եվ ասեցի, ես կարելի է, վակցինի նման է, կրնած նախորոք քիմիական նյութերը, որ կենսեր են առաջացնում, մարմինից մաքրես անես եւ չես հիվանդանա կենսերով։ Բայց երկու դեպքում էլ հարաբերությունը կա, որ ինձ պատահեց։ Առաջին ես 85 տվին պրոֆիլակտիկ օգտագործեցի, 86-ին, որ ինձ ցերպակալեցին, նեղություն եկավ ինձ եւ պետք է կենսեր ունենա, չունեցա, որովհետեւ պրոֆիլակտիկ օգտագործել է, չունեցա։ Ես ենթադրում եմ, որ 2005 մինչև 5 թիվը ապահով եմ պրոֆիլակտիկ օգտագործվածը պետք է ինձ պաշտպանել։ Բայց 2003 թվին նորից կենսեր ունեցա, այս անգամ պանկրեատիկ կենսեր, ինչու համար 1985-ից մինչև 2000 այնքան ավելի շատ քիմիական նյութեր օգտագործել էին, որ ծննդարդյունաբերության մեջ, փոխանակ 2005 թվին բավարար ունենամ մարմինից մեջ, որ կենսեր առաջացնա, արդեն 1920 թվին ես արդեն ունեի մարմինից մեջ բավարար կարսինոգեն, որ կենսեր։ Դրա համար էլ 2003 թվին նորեն խնդիրը պատահեց, ես սիրտս նեղացավ, նորեն պրոմոտոր արտադրեցի, 2000 թվին պանկրեատիկ կենսեր ունեցա, որ ամենասարսափելի կենսերն է, որ միան 3% է բրգվում, 97%-ը մահանում է։ Ես էլ պաստորեն գնացի գործողության հիվանդանոց, գործողություն արեցի, բայց նորեն բժիշկները գնոջս ասել են, որ սա չի ազատվի, որովհետև 97%-ը մահանում են, կոամուսինն էլ կարող է մահանա, ֆյուներալը պատրաստ է, այսինքն թաղումը պատրաստ է, որ հանգարձակի չի կազմում։ Ես ամենջապես բժիշկից թույլատվություն վերցրի, որ ինձ հիվանդանոցից դուրս գրեք, ես տուն եկամ։ Չերսին, մինչև որ քեզի չլավացնենք կամ չմերցնենք, չենք թողնի եկած։ Եթե դուք չեք թողնի, ես գիշերը հիվանդանոցից կփախչեմ տուն կգնամ, ես անգամ դուք խնդիրների մեջ կգնաք։ Դրա վրա բերավ 4-5 թուղթեր բերավ ստորագրելու, որ հիվանդանոցը պատասխանատու չէ, ինքը իրեն վրա է վերցնում բոլոր պատասխանատվությունը, քիմոթերապիայից հրաժարվում է, բոլոր տեղերը, որոնք առաջարկում եք, հրաժարվում է, այնպես որ հիվանդանոցը ոչ մի կապ չունի իրեն հիվանդության հետ, ինքն է պատասխանատու իր հիվանդության։ Կացի տունը ես սիսերը օգտագործեցի, քանի որ
վիրահատություն էի արել, կենսերի մեծ մասը մարմինից հանել էի։ Դրա համար 2 ամիս հետո արդեն ես կենսեր չունեի մարմինից, բուժված էի, որովհետև մեծ քանակի կենսեր չէր մնացել, միայն փոքր քանակի մնացել էր, սիսերի 2 ամսվա մեջ մաքրեց, նորից գնացի հիվանդանոց, ստուգեցին ամբողջ մարմինս եւ արյունս, ասացին, որ ոչ մի բան չունես, մաքուր ես, եւ արդեն քանի տարի, դա 2003 թիվն էր, հիմա 2015 թիվն է, բացօրեն 12 տարի անցել է այդ օրից։ Եվս մի հարց, որ ես հնչեցնեմ նորից, այսպեսի հարց է դեղել, ինչու ձեր մեթոդը կլինիկական փորձարկում ոչ մեկ երբևիցե չի ուզում անցկացնել, այսինքն որպեսզի տեսներ փորձի միջոցով մարդկանց վրա կամ ինչ-որ մի բանի միջոցով աշխատում է ձեր մեթոդը, թե չէ, դուք փորձել եք ինչ-որ մեկին դիմել, որպեսզի կլինիկական փորձարկում կատարեն մի ինստիտուտի։ Կլինիկական փորձարկում պետք է կառավարությանը հայտնենք, որպեսզի կլինիկական փորձարկում կատարեն։ Բայց բոլոր բժիշկները ամբողջ հարիվ հետաքրքրված չեն բուժելու կենսերը։ Նրանք միայն հետաքրքրված են դրամ շինելու։ Դրա համար կլինիկական փորձարկության համար չընդունեցին իմ մեթոդը, բայց նշանակություն չունի, քանի որ ես ով որ իմ մեթոդ օգտագործել է, միշտ էլ լավացել է, չի եղել թե որ օգտագործել եւ վնաս կրել, միշտ էլ լավացել է, այնպես որ կլինիկական փորձարկության բոլորովին կարիք չկա, ինչպես ասեցի, կլինիկական փորձարկության համար կառավարությունը վերցնում է, եթե բուժման համար թեղ ես օգտագործում, պետք է կառավարությունը այդ թեղը ստուգի, նրա տոքսիկությունը, նրա բնասակար կողմերը, նրա օգուտը, թե ինչքանով օգուտ տալիս է, որպեսզի կլինիկական փորձարկությունից հետո թույլատվություն կա տեղը օգտագործեն։ Բայց ես քանի որ տեղ չեմ օգտագործում, ես ինքս Food and Drug Administration, այսինքն տեղերը հաստատող կառավարական այդ կոմիտե կամ խումբը կոմիտեն կամ ինչպես ասեմ խումբը իրենց ուղարկեց իմ բուժման մեթոդը եւ ասացի, որ ես այս մեթոդը ուզում եմ օգտագործեմ ժողովրդին բուժելու համար, ինձ լայսենս տվեք, իրավունք տվեք, որ ես կարողանամ օգտագործել իմ մեթոդը, քանի որ բժշկության մեջ եմ։ Իրենք ինձ պատասխան տվին, որ քանի որ դու թեղ չես օգտագործում, կարիք չկա քո մեթոդը ստուգելու, քանի որ վնաս չի տալիս, թեղ չես օգտագործում, կարող ես օգտագործել առանց լայսենսի, լայսենսի կարիք չունես այս մեթոդը օգտագործելու համար։ Եվ այդպեսով էլ ես այսին օգտագործում եմ առանց լայսենսի, որտեղ կառավարությունը ասում է, որ վնասակար չէ եւ դու չես կարող որևէ մեկին վնաս տալ։ Եթե տեղը լավ պետք է մենք օգտագործենք, հաստատենք, համոզվենք նոր կեզը թույլ այն, բայց որ դու տեղ չես օգտագործում, դու կարող ես առանց լայսենսի այս մեթոդը ժողովրդի մեջ օգտագործես։ Ինձ հետաքրքիր է, որովհետև ես գիտեմ, որ աշխարհում գոյություն ունեն լայսենս ունեցող, լիցենզիա ունեցող, իրավունք ունեցող բժիշկներ, շատ քիչ քանակությամբ բժիշկների դպրոց, որոնք ոչ դեղորայքային բժշկության կողմնակիցներ են, ոչ դեղորայքային բժշկության, եւ նրանք բժիշկներ են, ավարտել են բժշկական համալսարանը, այդ կողմն են, կան ամենուրեք աշխարհում։ Ուղղակի սենց հարց, դուք ձեզ իրանցից ոչ մեկ կապի մեջ չի մտել, ձեզ հետ չունեք, որոնք փորձում են իրանք ձեր մեթոդի միջոցով ասեն, որպեսզի բուժվեն մարդիկ։ Թե նրանք ոնց ասեցի, ես Լեհաստան 6 անգամ գնացել եմ, ամեն անգամ որ գնացել եմ 10-ից 12 քաղաք գտել եմ եւ ամեն մեկ քաղաքում հավաքված ժողովուրդը 20-ից մինչեւ 60 հոգի եղել է։ Բոլորն օգտագործում են եւ բնական բուժումով օգտագործողներն էլ օգտագործում են իմ մեթոդը։ Վերջերս լսեցի, որ Հնդկաստանում էլ սկսել են օգտագործել, որտեղ ես Լեհաստանում մի հատ հնդիկին հանդիպեցի բժիշկ, սա որ գրնամ քո մեթոդը Հնդկաստանում օգտագործել, ինչու՞ չէ, գրնաս օգտագործել։ Մի 3 տարի առաջ էր, հիմա նոր լսեցի, որ Հնդկաստանում սիսերի բուժում իմ մեթոդը օգտագործում են։
եւ բուժում են Ամերիկան ասեմ քեզ շատ սրիգա երկիր դարձել է այդ բուժման տեսակետից առողջապահության տեսակետից ինչու համար եմ ասում այդ Food and Drug Administration-ը հիմա նոր հրամաններ արձակեց նա պետք է ուրեմն ստուգեր թեղերի օգտագործությունը կամ վնասակարությունը եւ առաջարկել հիմա Food and Drug Administration հրաման տվավ ոչ թե առաջարկեց կամ խնդրեց հրաման տվավ որ եթե որևէ մեկը կենսեր ունի եւ բժիշկը քիմոթերապի չօգտագործե լայսենսը ցերքից պիտի առնենք ուրեմն եթե որևէ մեկը կենսեր ունեցավ անպայման բժիշկները պետք է առաջինը քիմոթերապի օգտագործեն երկրորդը ջարակայթում օգտագործեն եթե չբուժվեց նոր կարող են երկար ուրիշ բանով գործեր կատարեն բայց եթե բժիշկը եթե իմացավ որ մեկ կենսեր ունի եւ քիմոթերապին առաջին անգամ քիմոթերապին ջարական չօգտագործեց լայսենսը ցերքից առնում են եւ զրկում են նրան բժշկություն աշխատել սա մեծ սրիգայություն է կառավարության կողմից այսինքն մարդը չի կարող ընտրել ես այդ Food Drug Administration-ին ժողովին մասնակցեցի իրենք կանչել էին գնաց մասնակցել գնացի Վաշինգտոն գնացի մասնակցեցի 20 հոգինոց մի խումբ է կոմիտե եւ նրանք որոշում են թեղը օգտակար է կամ վնասակար է եւ հաստատում են օգտագործման համար իրենց ասացի որ ես այս թեղերը ոչ մի կապ չունեն կենսերը բուժելու համար ոչ մի տեղ մի հաստատեք, մի առաջարկեք, որովհետև միան կարող է վնաս տալ։ Իրենք հետո ես իմացա, որ ամենայնտեղից իրենք հաստատում են տեղերը, բոլոր տեղերը, հետո ես իմացա, որ այդ կոմիտեի մեջի անդամների մեծամասնությունը տեղագործության հետ կապ ունին, տեղագործության ստատներ ունեն, բաժիններ ունեն եւ հաստատում են, որ դրամ շինեն։ Դրանց հոգու չէ, թե քանի հոգի գմերնի։ Կարևորը որ ինչքան դրամ գրնան չէ, դրա համար թեղերը հաստատում են, մարդկանց սպանում են, դրամը շինում են, մի 2-3 տարի հետո արդեն բողոք է լինում, որ այդ թեղերը մարդ է սպանում, նոր շուկայից հանում են։ Բայց հիմա արդեն ավելի խիստ է, անպայման պետք է քիմոթերապի առաջ օգտագործեն, երկրորդը ջարակայթում օգտագործեն, եթե պետք է Եթե չմերավ, թողեք ինչ ուզում է թողանի։ Դա կառավարության մեջ կողմից ամենամեծ սրիգայությունն է։ Մարդկանց ուզում են սպանել մի անդրամ չնելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը ազատության երկիր է համարվում, չեն կարողանում ընտրել, թե ինչպես է, այսինքն հիվանդը չի կարող ընտրել, թե ինքը ինչպես է ուզում բուժվի, ինքը պարտադիր պետք է բուժվի քիմիոթերապիայի միջոցով։ Դրա համար իդես ինչ, քանի որ այդպես բժիշկներին արգելված է որևէ ուրիշ մեթոդ օգտագործել, ժողովուրդը սկսում է դուրսերը նայել։ Ամերիկայից մեծ մասամբ գնում են Մեքսիկո, ով որ Ամերիկայում չի կարողանում իրավունք վերցնել իր մեթոդ օգտագործել, գնում են Մեքսիկո, Մեքսիկոն թույլատրում է, մարդիկ գնում են այնտեղ բուժվելու համար, նորենա բոլորը մերնում գալիս են։ Այնպես որ քանի որ բուժում չունեն ոչ թե Մեքսիկո ուր ուզում ես գնա, նույն մեթոդներ պիտի օգտագործեն, նույն քիմոթերապին պիտի օգտագործեն կամ այնպիսի տեղեր բաներ պիտի օգտագործեն, որ միայն կենսերի բջիջը վերացնելու մասին է, վերացնելու համար է, որ դա հիմնականում բուժում չէ։ Բուժման գրեթե բոլոր հիվանդություններ, ինչ հիվանդություն ուզում լինի, լինի քիմիական, լինի բակտերիական կամ վիրուսական, մինչև որ հիվանդության պատճառը չիմանա եւ հիվանդության առաջացնող նյութը կամ բակտերիան չմերձնե, հիվանդությունը չի բուժվի։ Իսկ քիմիայի կենսերի մեջ հիվանդության կենսեր առաջացնող նյութը քիմիական նյութ է։ Որևէ մեթոդ, եթե այդ քիմիական նյութը մարմինից չի հանում, ուրեմն դա գեղձ է դրամ շինելու համար է եւ ոչ մի օգուտ չի դար բուժման համար։ Այո։ Եվ քանի որ
քանի որ ամերիկան համարում են ազատ երկիր, հարուստ երկիր, զարգացած երկիր, բոլոր աշխարհը ամերիկային են նայում։ Ամերիկան ինչ որ անում է, իրենք էլ նույնը կրկնում են առանց մտածել, ռոբոտի նման, չիչելեն։ Ամերիկան արեց, ուրեմն ամերիկան ճիշտ է անում, մենք էլ նույնը պիտի կրկնենք։ Այդպիսի գաղափար ունեն, որ պետք է միշտ Ամերիկային հետևենք, Ամերիկայի ձևով ուժենք բոլորի բանտին։ Եվ դրա համար 115 տարի է բժշկանեն, կենսերի բժիշկներն են բժշկում, եւ ոչ մի օգուտ չի տալիս, եւ ոչ մի կենսերը չեն կարողանում բժշկել, եւ նորից շարունակում են, որտեղ շատ լավ դրամ են շինում։ Գարիք էլ չունեն, որ բուժեն, եթե բուժեն արդեն գործերին կփակվի, հիվանդանոցն էլ պետք է փակեն, հետազոտող կենտրոններն էլ պետք է փակեն։ Չեն ուզում փակել, դրամ ուզում են շինել, դրա համար շարունակում են։ Կառավարությունն էլ քոհ է, որ իրենք էլ բաժիններ ունեն, պարտադրում են, որ քիմոթերապին օգտագործեն, դրամ շինեն։ Իրենց օգտին բաժին ունեցողները, որ հանկարծ հիվանդացան կանսերով, ինչպես պետք է անեն։ Շատ լավ հարց էր ադիգա, ես շատ էլ քոհ եմ այդ հարցի համար պատասխանել։ Իրենք էլ են մեռնում, շատ լավ է լինում։ Բավը հանկարծ այդ բանը սիսերը փորձեն։ Ովքեր, չէ, գիտես, ամերիկացիները, ես կանադացիներն էլ ամերիկացիներին քննադատում են։ Ամերիկացիները այն բանին են, հավատքին են, որ ովևէ հիվանդություն, ինչ ուզում լինի, անպայման պետք է տեղով բուժվի։ Եթե տեղով չի բուժվում, ուրեմն այդ բուժումը կարևոր բան չէ, օգտակար չէ։ Եվ տեղով էլ միան կարող է մերցնել, երբեք չի բուժի։ Դրա համար ամերիկացիները հրաժարվում են առանց տեղի բուժումներից, միան տեղերով, եւ ապա մերցնում է իրենց։ Եվ այնպես որ բան է, շատ դժվար է ժողովրդի գլխից հանել այդ գաղափարը։ Եթե տեղ չի օգտագործում, արդեն սովորական, եթե մեկը հիվանդանում է բժշկին է գնում, բժիշկը եթե տեսնում է, որ տեղը չի պիտի օգնի, տեղ չի տալիս, ասում են, այս բժիշկը լավ չէ, ուրիշ բժիշկի երթան։ Այն բժիշկին երթան, որը որ շատ տեղեր է տալիս։ Այդ տեղերը տալիս չի օգնում, հետո գնում են նորեն, ինձ էր պատահեց։ Մեկ անգամ հիվանդացա կացի բժիշկի, տեղ մտավ, հսավ եթե չօգնե, երկրորդ ես ուրիշ տեղ կտամ։ Երկրորդ անգամ կացի նորեն չօգնեց, երրորդ անգամ կացի տեղը նոր տեղ տվավ չօգնեց, չորրորդ անգամ, ինգերորդ անգամ էլ չգնացի բժշկի գնացի տունը, դատ տեղ խմեցի, լավ մկր դնեցի, անցավ հիվանդությունս։ Ստացվում է ուղղակի շատ դեղեր օգտագործելուց մենք սպառող ենք դառնում ենք Չէ, գիտես շատ խայդարակ վիճակի մեջ է, որտեղ ընտանիքներ կան ձեր մանավանդ ձերերը, խեղճերը, օրական 10-15 հատ տեղ են խմում, որ առողջ մնան երկարապ։ Եվ ադալ իրենց համար ամսական հազարների դախս է։ Իհարկե մի մասը ապահովագրությունն է վճարում, հիվանդանոցն է վճարում, մի մասն էլ իրենց կրբանից, բայց մարդիկ հավատում են եւ օգտագործում են, այնպես որ իրենց կրբանից էլ հարյուրներով, երբեմն հազարներով բան դրամ են վճարում լինեն զելու։ Բայց ասեմ քեզ 1900 թվականից մինչև այսօր տեղով ինչ է բուժել։ Ոչ մի կենսեր չի բժիշկները, որովհետև տեղ են օգտագործում։ Տեղն էլ երբեք չի բուժի։ Եվ նորից էլ քանի որ շատ լավ դրամ են շինում եւ ամեն տարի այդ տեղերը գրեթե գրնապատվում է քնել եւ ավելի շատ դրամ են շինում այնպես որ ես 30 տարի իրենց ուզում եմ գտնվեմ ասել սիսերը միան կարող է բուժել ոչ ոք չի ուզում լսի ոչ ոք չի ուզում հանդիպի ինձ հայկական բժշկական միություն կար Լոս Անջելեսի մեջ եւ Բոստոնի Պատիստան քաղաքում Այսի երևի հայերը մի քիչ ավելի խելացի են բանել։ Իրենց առաջարկեցին, ես բուժում ունեմ 100%, ուզում եք ցեզ պատմեմ, տեսեք, եթե հարմար է գտնում օգտագործե,
ասին որ մեզի հարմար չէ ասեմ, ոչ մեկ ուժում էր մեզի պետք չէ ասին, մենք ինքներս գիտենք ինչ պիտի անենք ասում։ Այսինքն իսկ հարցը այսպեսին է նաև դուք ասում եք որ մարդիկ կան երկար ապրելու համար 15 հատ դեղ են խմում, բայց կարող են գնալ այնց երկրներին, որտեղ զարգացած չի ինչպես Ամերիկան, եւ տեսնել մարդիկ, որոնք սարերում ապրում են, էլի 100 տարի ապրում են, կյանքում մի հատ դեղ էլ չեն խմել։ Ուրեմն նշանակում է, որ այդքան էլ ճիշտ չի, որ դրա համար եմ երկար։ Հենց դրա համար են երկար ապրում, որ նախ շրջապատը մաքուր է, առողջ է, եւ քիմիական չեն օգտագործում սնունդ արտոնապերության մեջ, ամեն ինչ բնական են ուտում, մաքուրոտ, եւ դրա համար թեղ էլ չեն օգտագործում, դրա համար 100, 110, 120 տարի ապրում են։ Թեղ օգտագործող ամերիկացիները ասեն գրնամասեր 60-ից 40 եւ 60 տարեկանի մեջ են մեռնում, բոլորը տեղի պատճառով։ Որովհետև ոչ մեկ չի կարողանում պատկերացնել նաև լսում եմ ձեզ չեն պատկերացնում որ առանց տեղի ինչպես կրնան բուժել չեն պատկերացնում բայց նորեն ասեմ քեզ ճշմարտություն այն է որ թեղ պիտի օգտագործես միան այն հիվանդություններին որոնք կենդանի միջատների այսինքն կենդանի էակների միջոցով է հիվանդացել այսինքն բակտերիայով, վիրուսով, մանրեներով, միկրոբներով, դրանք որտեղ կենդանի են, թեղ պիտի օգտագործես, որ մերձնես պատճառը և բուժվես։ Բայց մնացած անբուժելի հիվանդությունները, որոնք փոխանցող չեն, մեկ մարդուց մյուսին չի փոխանցվի, որտեղ վիրուսային չեն, բակտերիական չեն, քիմիական են, քիմիական հիվանդությունները իրար չեն փոխանցի։ Եվ դրանք էլ ոչ մի տեղ չի կարող դրանց բուժել, միան սիսերը կրնա բուժել։ Շատ լավ, ես կարճ ասած սպառեցի հարցերը, որոնք ուղարկել էին, իրակի էլի հարցեր կան, որոնք նորից կանդրադառնանք, եթե հարցեր լինեն ավելի ուշ եթե հարցերը կան նորեն հանդիպեն նորեն կպատասխանեն խնդրում են շատերը չգիտեն ինչպես ձեր հետ կապնվել գնում են մեզ մենք եթե դուք կարող եք պատասխանել email ադրեսով մեր հասցեով կարող եք թողնել մեր հասցեն էլեկտրոնային եւ ձեզ հարցեր ուղղեն Իմ email ադրեսը կրնակ տալ բոլորին, եթե չեն բավարարում քեզնով, թող ինձի ուղարկեն հարցեր, ես կպատասխանեմ իրենց։ Email ադրեսը այդ գրեք բանը, gashkar12@hotmail.com այդ email-ով ինձի կրնան հարցերը ուղարկեն, ես իրենց կպատասխանեմ։ Մենք կգրենք որպես ճուններ առնել այդ բուժման մասի գրքից իմ վեբսայթի ադրեսը դաս իրենց։ Այո։ Վեբսայթի ադրեսը գիտես cancerselfcure.com Անցած անգամ գրված է եղել եւ վեբսայթի ադրեսի մեջ կարող են գտնել նաեւ ձեր մեյլի հասցեն։ Բոլոր հարցերը այնտեղ կա, բոլոր հարցերին պատասխանը կա այնտեղ։ Մի հատ շատ լուրջ պետք է կարդան, քեղարվեստական գրքի նման դիգան առակարակ, ամեն մեկ բառին ուշադրություն դարձնել, բոլոր հարցերը կա եւ բոլոր հարցերի պատասխանները կա այնտեղ։ Այնպես որ կրնան օգտվել այդպես։ Եթե ոյվե հարցի պատասխան չգտան այնտեղ, թող ինձ email-ով հարց ուղարկեն, ես իրենց կպատասխանեմ։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Աշկար հաղորդման համար, կհանդիպենք նորից, որպեսզի նոր հարցեր եթե կլինեն, բայց ես կարծում եմ, որ հարցերը բավականին բավարար էին եւ ամբողջությամբ բոլոր կասկածներն ու հարցերը որ ունենք փակեցին։ Ցանկանում ենք բոլորին առողջություն, երկար կյանք եւ ասեք։ Վերջին խոսքս հետևյալն է։
խնդրում եմ, եթե կենսեր ունեք, այսինքն անբուժելի հիվանդություններ ունեք, երբեք դեղ մի օգտագործեք։ Երբեք վիտամիններ մի օգտագործեք, միան կարող է վնասել ձեզ։ Այո, այսինքն իրական բուժումը, քանի որ մարդը ֆիզիկական երևույթ է, ֆիզիկական տարի, ֆիզիկական ձևով է բուժվում։ Պաստորեն մարմինը ինչ որ կարող անեմ բուժում է, եթե օգնության կարիք կա, ինչպես որ կարսինոգեն է, քիմիական նյութերը հանելու համար, մենք պիտի օգնենք մարմինին, հանենք, մնացածը մարմինը արդեն ամեն ինչ կշտկի։ Մարմինը կարողանում է ինքնամաքրվել եւ ինքնաբուժվել։ Անպայման։ Օրինակ նույնիսկ կենսերը, ասեմ քեզ, կենսերի դեպքում է, մարմինը շատ լավ կենսերի դեմ պայքարում է, բայց պայքարը թանտաղ է։ Կարսինոգենը ավելի շատ կենսեր է առաջացնում, բարդացնում, քան թե մարմինը կարող է ոչնչացնել։ Դրա համար, ինչպես որ անցյալական էլ օրինակ բերենք, ասենք կարսինոգենը 100 հատ, օրական 100 հատ կենսեր առաջացնում։ Իսկ մարմինը կարողանում է միայն 50-ը ոչնչացնել, 50-ը մնում է եւ այդպեսով ավելանում է։ Թե չէ մարմինը անպայման պայքարում է կենսերի դեմ, ոչնչացնում է։ Բայց եթե կարսինոգենը վերացնեն, այսինքն նոր կենսեր չառաջանա, մարմինը արդեն կմաքրի բոլորը։ Որտեղ բժիշկները կարսինոգենը չեն մաքրում, անընդհատ արտադրում են։ Նույնիսկ բոլոր կենսերի բջիջները ոչնչացնում են, ասում են կենսեր բրես, կենսերի բջիջ մարմինի մեջ գոյություն ունի, բայց մի քանի ժամվա համար է, որտեղ կարսինոգենը հոնե շարունակում է արտադրել եւ տարածել ամբողջ մարմինը եւ մահացու վիճակի մեջ է։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Կհանդիպենք, եթե հարցերը լավ նորեն կհանդիպենք։ Անպայման։ Բոլորին առողջություն եւ հեռու քաղցկեղից, եւ եթե ոչ Աստվածչանի այդպես բան եղել է, ասեք։ Թող չվախենան քաղցկեղեն։ Թող չվախենան, բուժումը կա։ Ամենակարևոր բանը չվախենալն է։ Չվախենան, որտեղ վախենան ավելի գուժեղանա կենսերը։ Այո, վախը, մտահոգությունը, դրանք բոլորը կանցեր են առաջացնում։ Անհուսալիությունը, բոլորը պրոմոտեր են արտադրում, որ կենսեր առաջացման հիմնական պատճառն է։ Այո, ուրեմն առաջին հերթին ոչինչից մի վախեցեք, ոչինչից մի հուսալքվեք, ոչինչից մի մտահոգվեք եւ այսպես ուժեղ գնացեք։ Քիմիոթերապի չանեք։ Եվ քիմիոթերապի անպայման չանեք, հավատացեք, որ ձեր մարմինը հաղթելու է քաղցկեղին։ Պարոն Եղավ, մինչև նոր հանդիպում։ Շատ շնորհակալություն, հաջողություն։